Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եզրակացություն, պատվաժան դատական։ Սույն վարույթը ամփոփելով նախորդ երկու դատական նիստին եւ այս նիստում հնչեցված ելույթի բովանդակությունը նախաձեռնվել է ակնհայտ իրավական դիրքերի բացակայության պայմաններում, ներկայացված մեղադրանքը ոչ մի առնչություն չունի իմ գործողությունների հետ, նախաձեռնված վարույթում չկան ուժողներ, չկան փաստեր, չկան ապացույցներ, չկան վկաներ բացառության գլխավոր դատախազի նամակ բերած սուբյեկտի։ Այլ կա միայն մեղադրանք, որը փաստացի ոչ մի մեղք չի գործել։ Վարույթային գործողությունները վկայում են վարույթի իրականացնող մարմնի հսկող դատախազի կողմից տևական ժամանակ իրականացված գործողությունների ընթացքում հանցակազմի բացակայության փաստացի արձանագրման մասին, որից հետո անհասկանալիորեն առանց նոր փաստերի եւ ապացույցների հայտ գալու, առանց նոր վարույթային գործողությունների, կասկածների ինտենսիվությամբ սկսում են կոնկրետ ինձ մեղադրանք առաջադրելու իմ իրավունքները սահմանափակող որոշումները անհիմն հապչել գործընթաց։ Ինչպես բովանդակային առումով, այնպես էլ գործընթացային իմաստով, մենք գործ ունենք մի ենթադրյալ անձնագործության հետ, որի կազմակերպիչներն իրականացնողները, այսինքն ենթադրյալ մեղադրանքները առայժմ գտնվում են այս նիստերի դահլիճի այլ հատվածում։ Ես կարծում եմ, որ ինչ-որ դատարանը ձեզ ընդհատում է Ղազարյան, պարզաբանեք ձեր վերջի խոսքը, ինչ է նշանակում գտնվում են մեղադրյալները դատական նիստերի դահլիճից այն կողմ։ Այսինքն ոչ այն հատվածում, որտեղ որ ես ումի նկատի ունեք նկատում եմ հանրային մեղադրող պարունակություն։ Դատարանը ձեր նկատմամբ կիրառում է նկատողություն, դատական սանկցիա։ Ձեզ պարզաբանում է, որ դատական նիստի կարգը այնպիսի վիրավորական արտահայտություններ կատարելը անթույլատրելի է։ Շարունակեք։ Արտահայտում եմ դատանի որոշումը, որովհետև ես պարունակությունին ոչ թե վիրավորում եմ, այլ նրա գործողությունների հեռախոսները անչափեք, ձեր առարկությունը դատարանը չի ընդունում։ Շարունակեք։ Սա այն կարծիքով քաղաքական հետապնդման դասական օրինակ է, որի նպատակը ազատ խոսքի սահմանափակումն է։ Սահմանադրական դատարանի կողմից կայացված խնդրու առարկա որոշման իրապես մեծարգո վտանգներ է պարունակում Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, անվտանգության առումով, առաջ է բերում նոր անվտանգային, տնտեսական, քաղաքական մարտահրավերներ, սպառնալով Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների անվտանգության հետագա ճակատագրին, ուստի դրա ընդունման հանգամանքները իրապես արժանի են լուրջ իրավական գնահատականների, այլ ոչ թե իրավական հետապնդումներ պետք է արժանային քաղաքացիները, ովքեր գիտակցելով բոլորիս սպառնացող վտանգները բարձրացնում են դրա մասին։ Սահմանադրական դատարանի որոշումից կարճ ժամանակ անց ազգային ժողովի կողմից վավերացվել է հայտնի կանոնակարգը, որից հետո Հայաստանի Ադրբեջանի սահմանային հանձնաժողովները, որոնք պետք է առաջնորդվեն եւ աշխատեին այդ կանոնակարգով, որևէ նիստ չեն իրականացրել, որևէ աշխատանքներ չեն կատարել, որևէ միլիմետր պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագրություն չի իրականացվել, սակայն ադրբեջանական վերահսկողության տակին անցել այս պահին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզից 4 գյուղ է դրանց հարակից տարածքներ, ադրբեջանական վերահսկողության տակ շարունակում է մնալ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց-Ձորի, Սյունիքի մարզի մի շարք տարածքներ։ Բաքվում Արցախի Հանրապետության ռազմական ղեկավարության եւ մյուս ռազմագերիների դատավարության հիմքում այս որոշումներն են, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կողմից տրված իրավական դիրքորոշումներն ու մեկնաբանություններն են դարձել պատճառ մեր քաղաքացիների նկատմամբ ապօրինի իրավական հետապնդումներ իրականացնելու համար։ Դատավարության հետագայում մենք ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ, միջնորդություններ, որոնք իրավական հիմք հանդիսանան նոր ապացույցների ձեռքբերման, մեր անմեղության եւ այլոց հնարավոր անսահմանության բացահայտման համար։ Մեր կարծիքով սա քրեական հետապնդում է ակնհայտ անմեղ անձի նկատմամբ, որի նկարագրությունը տրված է քրեական օրենսգրքի 400 հոդվածով։ Պատվարժան դատարան, ես իմ ելույթն ավարտեցի, շնորհակալություն։ Պարոն Բաբայան, խնդրում եմ 1 րոպե նստեք, նախորդիվ ունենք սահմանած կարգ, հանրային մեղադրող ցանկանում եք հայտարարություն անել, որից հետո պարոն Մելիքյանը, պարոն Ավետյան, դուք ցանկանում եք հայտարարություն անել, այնուհետև